Իրանցի բանակցողները շատ տարբեր են ու տարօրինակ, հայտարարել է Դոնալդ Թրամփը, որը երեկ պնդում էր, թե ԱՄՆ-ն Իրանից մեջբերում եմ ճիշտ մարդկանց հետ է բանակցում պատերազմը դադարեցնելու համար։ ԱՄՆ նախագահն ասել է, որ իրանցի բանագնացները նախ աղաչում են գործարք կնքել, հետո հայտարարում, թե միայն դիտարկում են ամերիկյան առաջարկները։ Սխալ են գործում, ավելի լավ է շուտ լրջանան, քանի ուշ չէ։ Սոցցանցում սպառնացել է նա Իրանին անվանելով խելագար երկիր։ Թրամփը նաև դժգոհել է ՆԱՏՕ-ի անդամներից, որոնք ըստ նրա բացարձակապես ոչնչով չեն օգնել ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցում նավերի անվտանգությունն ապահովելու համար, ինչը նրա խոսքով երբեք չեն մոռանա։ Մինչ այդ էլ նա հայտարարել էր, թե իրանցիները չեն խոստովանում, որ բանակցում են, քանզի վախենում են սեփական ժողովրդից։ Իդեպ, նրանք բանակցություններ վարում են եւ շատ են ուզում համաձայնության գալ, բայց նրանք վախենում են դա ասել, քանի որ կարծում են, որ սեփական ժողովուրդը կսպանի իրենց։ Նրանք նաեւ վախենում են, որ մենք կսպանենք իրենց։ Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Թրամփի վարչակազմը գաղտնի կերպով, որպես բանակցային հնարավոր գործընկեր եւ գուցե նաեւ Իրանի ապագա առաջնորդ է դիտարկում խորհրդարանի պահպանողական խոսնակին։ Ըստ այդ հաղորդումների, պատերազմի առաջին իսկ օրվանից նախկին հոգեվոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո Վաշինգտոնը փորձում է շփման եզրեր գտնել Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ, որին Սպիտակ տան առնվազն մի քանի պաշտոնյա հնարավոր գործընկեր է համարում։ Վաշինգտոնը պաշտոնապես չի հաստատել սա։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվելուց հետո դեռ չի ներկայացել հանրությանը եւ դրանով կասկածներ է հարուցել առայն, թե արդյոք առհասարակ ողջ է կամ ի վիճակի է կառավարել երկիրը։ Իրանական Թասնիմ գործակալությունը իր աղբյուրներին հողոմանելով հաղորդում է, որ Թեհրանն այսօր պաշտոնապես պատասխանել է ամերիկյան առաջարկներին, որոնք 15 կետից են բաղկացած։ Դրանց բովանդակության կամ իրանական արձագանքի մասին գործակալության աղբյուրները որևէ տեղեկություն չեն հաղորդում։ Իրանի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Ամերիկան վերջին օրերին միջնորդների միջոցով տարբեր ուղերձներ է փոխանցել, որոնց վերաբերյալ Թեհրանն արտահայտել է իր դիրքորոշումը։ Սակայն ըստ Աբբաս Արաղչիի դա չի նշանակում, որ Իրանը բանակցում է ԱՄՆ-ի հետ։ Իրանի գլխավոր դիվանագետը նաև ասել էր, որ երկրի բարձրաստիճան իշխանություններն ուսումնասիրում են այդ առաջարկները, իսկ մինչ այդ դիմադրությունը կշարունակվի։ Առայժմ մեր քաղաքականությունն է շարունակել դիմադրել եւ պաշտպանել երկիրը։ Այս պահին մենք բանակցություններ վարելու մտադրություն չունենք եւ որևէ բանակցություն տեղի չի ունեցել։ Արաղչին նշել էր, թե միայն փաստը, որ ԱՄՆ-ն արդեն խոսում է բանակցելու մասին, ինքնին պարտության խոստովանություն է, հատկապես որ Վաշինգտոնը մինչ այդ Թեհրանից պահանջում էր անվերապահորեն հանձնվել։ Իրանը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, սակայն իր պայմաններով, հավելել էր նա։ Իրանական պետական պրես TV-ն երեկ հայտնել էր, որ Թեհրանը մերժել է ԱՄՆ առաջարկները եւ 5 պայման առաջ քաշել՝ դադարեցնել ագրեսիան, երաշխավորել, որ պատերազմը չի կրկնվի, վնասների փոխհատուցում վճարել, դադարեցնել պատերազմը տարածաշրջանում Իրանի պրոքսիների դեմ եւ միջազգայինորեն ճանաչել եւ երաշխավորել Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխան իրավունքը։ Բանակցությունների վերաբերյալ Թեհրանից եւ Վաշինգտոնից հնչող հակասական հայտարարությունների ֆոնին Իսրայելը պատերազմի 27-րդ օրը շարունակել է հարվածներն Իրանին եւ Լիբանանին, կան զոհեր եւ վիրավորներ։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իսրայելական հարվածից սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ռեզա Թանգսիրին, որը վերահսկում էր Հորմուզի նեղուցի բլոկադան։ Նա այս պաշտոնում նշանակվել էր 2018-ին, մինչ այդ 2010-ից ի վեր եղել է ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալը։ Իրանն իր հերթին հարվածել է իսրայելական ռազմական կառավարման կենտրոնի, նաև միջուկային ենթակառուցվածքների։ Պարսից ծոցի երկրներին հարվածները եւս շարունակվել են։ Իրանի հայտարարությունից հետո, որ Թեհրանն ու Վաշինգտոնը չեն բանակցում, նավթի գինը կրկին բարձրացել է, հասնելով $107 մեկ բարելի դիմաց։ Պատերազմի սկսվելուց ի վեր նավթը թանկացել է մոտ 40%-ով։ Դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ Տարբեր գնահատականներով նեղուցում դեռ 2000-ից ավելի նավ է արգելափակված։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ խորհրդարանը պատրաստվում է օրենք ընդունել, որով նեղուցով անցնելու համար վճար կսահմանվի։ Առևտրի համաշխարհային կազմակերպության տնօրենը հայտարարել է, որ համաշխարհային առևտրի համակարգը վերջին 80 տարիների ընթացքում մեջբերում եմ ամենավատ խափանումներին է բախվում պատերազմի պատճառով։ Իրանում պատերազմի հետևանքով առ այսօր սպանվել է 1937, վիրավորվել 24800 մարդ։ Լիբանանում սպանվել է 1094, վիրավորվել 3119 մարդ։ Իսկ Իսրայելում սպանվել է 19, վիրավորվել 5226 մարդ։ Զոհեր եւ վիրավորներ կան Պարսից ծոցի այլ երկրներում։ Պատերազմի հետևանքով Մերձավոր Արևելքում մոտ 4 միլիոն մարդ է տեղահանվել։